Նախկինների ու ներկաների բախումը Սիրիայում, բողոքի ակցիաներ, հարձակումներ, կրակոցներ ու զոհեր։ Սիրիայում կրքերը չեն հանդարտվում անգամ իշխանափոխությունից հետո։ Երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի Արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։ Բողոքի ցույցեր են սկսվել Տարտուսում և Լաթաքիայում, լսվել են կրակոցներ։ Ըստ Ալ Ջազիրայի, ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի շրջակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին։ Զոհերի թվի մասին հակասական տեղեկություններ կան, մինչև 70 զոհի մասին է հաղորդվում է մինչև 70 զոհի մասին։ Սիրիայի նոր իշխանությունը Իդլիբից, Համայից, Հոմսից և Հալեպից ուժեր է ուղարկել երկրի ափամերձ շրջաններ։ Ըստ լրատվամիջոցների, ցուցարարների թվում կան սիրիացի հրամանատար գնդապետ Հուսեյն Ալ-Հասանի կողմնակիցները։ Վիճակը լարվել է հատկապես Լաթաքիայում։ Ամեն բան հասավ նրան, որ Սիրիայի նոր իշխանությունը որոշեց ժամը 22-ից մինչև մարտի 7-ը ժամը 10-ը Տարտուսում պարետային ժամ մտցնել։ Արդեն առավոտյան սիրիական բանակի ստորաբաժանումները ձերբակալել են Լաթաքիայում Ասադի զինված կողմնակիցներին։